Բարևներ Արմաշի համից բոլորին։ Հարգելի հետևորդներ ջան, ես խոստացել էի, որ նորից պետքա պատրաստեմ թավայով տորթիկ։ Հիմա արդեն եկել է ժամանակը, որ պիտի պատրաստեմ։ Չգիտեմ, այդ թավայի տորթիկը շատ իմ դուր է եկավ, հարգելի հետևորդներ ջան, համ փափկությունը, համ համը։ Հիմա նորից եմ պատրաստում։ Այստեղ արդեն 3 հատ ձու եմ ջարդել։ Կավելացնեմ 1 բաժակ շաքարավազ և լավ կհարեմ։ Առաջինը լավ հարենք։ Հիմա ինչ եմ անում, հարգելի հետևորդներ ջան, հարեցի վերջացրեցի, անցած անգամ որ պատրաստել էի, ավելացրել էի կես բաժակ ջուր, բայց այս անգամ որոշել եմ ավելացնեմ կաթ։ Կես բաժակ կաթ։ Ջուրը փոխարինեցի կաթին։ Ավելացնենք ձեթ, մի 100 գրամ ձեթ, նորից լավ հարենք, և սա դնենք մի կողմ։ Ուրեմն այստեղ ամանի մեջ վերցրել եմ 2 բաժակ ալյուր, հիմա կավելացնեմ ալյուրին սոդա, 1 թեյ կաթ սոդա, ավելացնեմ կակաո, նորից եմ ավելացնում, որովհետև քիչ է։ Այսպես։ Այսպես գթալ ավելացնենք ու խառնենք 4, 5, 6, առայժմ 6 գթալ լցրել եմ, ծփեմ հետո կզգամ, եթե պետք լինի նորից կավելացնեմ 2 գթալ։ Դարձավ 9 գթալ։ Վերջ, այսքանը բավական է, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, ավելացրեցի 10 գթալ ալյուր կակաոյի հետ միասին։ Վերջ, 10 գթալը բավական է, այնտեղ մնաց երևի 2 գթալ, դե դա արդեն էլ չեմ օգտագործի։ Այսպես մի հատ էլ նորից խառնենք։
հիմա լցնեմ թավայի մեջ, ոչ ձեթ եմ քսում, ոչ մի բան, ոչ էլ արգելի հետևորդներ ջան, թուղթ եմ դնում, բայց այս անգամ որոշել եմ, որ 2 շերտով անեմ, տեսնեմ կստացվի։ Այսքանը մնա։ Վերջ, հիմա այսպես հավասարացնեմ։ Արգելներս նույնությամբ, նորից տեսեք, կաթսայի, թավայի այսպես կափարիչի վրա նորից շորն եմ քաշում, որպեսզի գոլորշին հենց քաշի շորի մեջ, որ անդադ չբացեմ փակեմ։ Եթե շորը չլիներ, պետք է թխելու ընթացքում 2 անգամ բացեմ փակեմ, որ գոլորշին չթափվի խմորի մեջ։ Այսպես։ Կրակը շատ թույլ եմ արել, վրան էլ երկաթ եմ դրել։ Ուզում էի ցույց տալ այս գեղեցիկ փոքրիկ ծաղիկները։ Ժողովուրդ, էսի լուսամուտի վրա դրած են մեծ ծաղիկնա մորսիրտ, ես մորսիրտ եմ ասում, այդպես գիտեմ ծաղիկի անունը։ Այդ ծաղիկի ծաղիկներն է։ Ամեն տարի այդպես պոկում եմ, դնում եմ փոքրիկ, նայեք, դրել եմ ջրի մեջ, բաժակի մեջ։ Ավելի լավ է այսպես մնա, քան թե անդադ թափվում է պատուհանին։ Բոլոր ծաղիկները վրայի այսպես պոկել եմ, վերել եմ դրել եմ այստեղ։ Սա էլ դրել եմ այստեղ, որովհետև շուտով զատիկ է լինելու։ Հարգելիներս, ուրեմն ասեմ, առաջի շերտը հանել եմ, տեսեք, մի փոքր կպել էր, ես դանակի օգնությամբ մաքրեցի, հիմա երկրորդ շերտն եմ դրել գազօջախին, բայց այս անգամ փորձեմ այնպես անեմ, որ հանկարծ տակը չկպնի։ Ժողովուրդ ջան, սա էլ է արդեն, տեսեք, պատրաստա, որ շուրտան հակառակ կողմը, հիմա ափսեն կդնեմ վրան և շուր կտամ, տեսեք, հեշտությամբ կարող ենք շուր տալ, սա էլ երկրորդ շերտը, հիմա նորից պետք է հակառակ կողմն էլ թխեմ, ու ասեմ ժողովուրդ ջան, անպայման թխում եմ հենց այս կափարիչով և այս շորով, որովհետև անդադ գոլորշի կթափվի մեջը, իսկ սա շատ լավ է։ Վերջ 2 լիստերն էլ պատրաստ է, հիմա պետք է պատրաստեմ կրեմը, պարզ և հասարակ կրեմ, հարգելի հետևորդներ ջան, որը որ ես միշտ օգտագործում եմ այսպես թեթև առանց ջեռոցի պատրաստած խմորեղենների համար, թխվածքաբլիթների համար։ Հիմա պատրաստում եմ կրեմը։
Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն ասեմ, կրեմին ինչ եմ օգտագործում, նորից ասեմ, պարզ և հասարակ կրեմ, որ ամենօրյա կարող եք օգտագործել։ Թթվասեր և խտացրած կաթ, կարող եք նաև ավելացնել շաքարի փոշի, եթե ուզում եք, բայց խտացրած կաթը, որ արդեն լցնում եք, այդքան կարիքը քաղցրության չի էլ զգացվում։ Շատ չեմ օգտագործում, որովհետև տեսակ, որ այդքան էլ մեծ չէին իմ տորթիկի լիստերը, դրա համար էլ ես շատ թթվասեր և խտացրած կաթ չեմ օգտագործում։ Հիմա այս բոլորը լավ կհարեմ։ Հարգելիներս, ուրեմն ուզում եմ մի փոքր ավելացնեմ էփած խտացրած կաթ, ձեռքիս տակ ունեի մի քիչ, ասի սա էլ վերացնեմ գնա, չմնա, հիմա արդեն պետք է հարիճ օգտագործեմ։ Հիմա երկրորդ շերտը լցնեմ, դնեմ, կներեք ժողովուրդ ջան։ Բայց պետք է արդեն դնեմ տորթի ամանի մեջ, չգիտեմ ափսեով դնեմ, թե սենց առանց ափսեի, բայց երևի ափսեով դնեմ, լավ է, որ հետո կտրելուց ամանը չվնասեն։ Հիմա դնենք երկրորդ լիստը։ Ժողովուրդ ջան, վերջացրեցի,
տորթիկս, տեսեք ինչ արեցի։ Հիմա թե աղավաղեցի, թե գեղեցկացրեցի, չգիտեմ, դա էլ դուք ասեք։ Ուրեմն ինչ արեցի։ Ձեռքից տակ ունեմ երկու ձևի այդպես շոկոլադե սալիկներ։ Քերիչով անցկացրեցի, մի երկու հատն էլ այսպես դրեցի վերան։ Յանի թե հա էլի ձև եմ տվել։ Հիմա մնում է ինչ անեմ։ Այս խոհանոցս բոլորը լավ մաքրել եմ, ժողովուրդ ջան, տեղը տեղին, ուղղակի այս սեղանի վրա հիմա ինչքան էլ որ հաստրել եմ, մաքրել եմ, էլի այստեղ կա կրեմիաման, կա վերջը կոնֆետի թղթեր, խառը։ Հիմա սա էլ մաքրեմ ու սուրճ տնեմ, հետո կտրեմ, տեսնենք, էսի ուտել կլինի, թե չէ, հարգելի հետևորդներ ջան։ Թավայով տորթիկը։ Հարգելիները սուրճը գազինա, հիմա այսի մի հատ սենց կտրեմ։ Անտիր, ժողովուրդ ջան, հələ տեսեք ինչ լավ թխած է։ Իրոք շատ լավ ստացվել, տեսքին չենք խափնվում, Էլեն ջան այն օր ոնց ասիր, կարևորը համը տեղը լինի, հա։ Էլենիս բարերն է։ Ժողովուրդ ջան, ուզում եմ սենց ցույց տամ, որ դուք էլ տեսնեք, իրոք շատ լավ ստացվել։ Պարզ և հասարակ տորթիկ։ Այսպես։ Տեսեք, անգամ կրեմն էլ չի ծորում վրան, որ մտածեք, թե կրեմը ջրի կա ստացվել։ Սուրճն էլ նայեմ։ Խոսքերն ավելորդեն սրա մասին, հարգելի հետևորդներ ջան, թավայով տորտ, ու սենց ուզում եմ մոտիկից ցույց տամ, որ դուք էլ համոզված լինեք, որ ինքը շատ լավ թխած է, դե որովհետև ջեռոցում ենք թխում, կարող է մտածեք մեջը հում է, բայց չէ։ Տեսեք, այս անգամ արեցի 2 շերտով, անցած անգամ արել էի 1 շերտով, կրեմն էլ պարզ և հասարակ կրեմ, ոչ մի բան չի պահանջվում կրեմին, ընդամենը թթվասեր և խտացրած կաթի, և կարող եք ավելացնել մի փոքր վանիլին, քաղցրությունն էլ դուք գիտեք, կարող եք ավելացնել շաքարի փոշի կամ էլ ընդհանրապես ոչ մի բան չավելացնեք, դե հենց խտացրած կաթը ինքը քաղցր է, հարգելի հետևորդներ ջան, այնպես որ արագի մեջ արագ պատրաստվող տորթիկ, թե թեյի համար, թե սուրճի համար պատրաստեք և չեք փոշմանի, հարգելի հետևորդուհիներ ջան։ Էլեն ջան, լավներ, ես մի փոքր կտոր, շատ քիչ կտոր փորձեցի սուրճի հետ, իրոք շատ լավներ, շատ հավեսս եկավ։ Դրա համար սենց հենց տեսախցիկը բերել եմ մոտիկ, համ խոսում եմ, համ էլ դուք էլ տեսնեք, որ շատ լավ է ստացվել, հարգելի հետևորդներս։ Հոլովակից վերջաբանը թող լինի այս գեղեցիկ հոտավետ ծաղիկներով,
Եվ ձեզ էլ ասեմ ամենալավն ու բարին ձեզ։ Ցտեսություն բոլորիդ։